Բարելույս սիրելիներ, Աստուծո օրհնությունը եւ ողորմությունը իր քաղցրության հետ մեկտեղ մեր բոլորին հետ լա։ Ոտքի բարձրանանք եւ լսենք Աստուծո խոսքը, որ առնված է Ղուգասու ավետարանին 10-րդ գլուխին 18-րդ համարեն սկսյալ։ Լսենք Աստծո խոսքը կատարյալ հավատքով հավատքի հնազանդության համար։ Եվ ասաց, ինչի է նման Աստուծո արքայությունը, ինչի նմանցնեմ այն։ Այն նման է մանանեխի հադիգին, որը մի մարդ արավ, իր բարդեզի մեջ դնգեց, մեծացավ և մեծ ձար դարձավ, և երկնքի թռչունները փույնն էին տնում նրա ջուղերի վրա։ Եվ դարձյալ ասաց, ինչի նմանցնեմ Աստուծո արքայությունը, աննման է խմորի, որ մի գին վերցրեց ու 3 չափ ալյուրի մեջ թաթախեց, մինչև որ ամբողջը խմորվեց։ Թող Տերը օրհնե իր խոսքին ընթերցանությունը մեր հավատքի յանքին համար։ Աղոթենք։ Թող մեր բերնին խոսքը եւ մեր սրդին խորհուրդը քո առջև ընդունելի լան, ով Տեր մեր վեմը եւ մեր փրկիչը։ Ամեն։ Ռամեցեք։ Աստուծո խոսքը մեզ մե յուրաքանչյուրին համար օրհնություն վերապահած է եւ այդ օրհնության մեջ ամեն մեկս կփորձենք մեր մարդկային ակնկալություններով փնտրել, դեսնել եւ նաեւ փորձ եւ չանք տանել, որբեսի յուրացնենք մեր կյանքին հետ։ Աստուծո խոսքը սիրելիներ, բեռնավորությունը չէ մեր վրա թրված, ծառությունը չէ, անիգա գեղեցիկ առանցք մնե, մուտք մնե, դեպի Աստուծո ներկայությունը եւ այնտեղ լրջությամբ եւ անգեղծությամբ միշտ Տերը փնտրելու, բայց նույն ժամանակ առնչելու մեր կյանքի առօրյային եւ մեր շրջապատող իրականություններուն հետ։ Մեր շրջապատող իրականությունները այս օրերուն այդքան ալ բարձ չեն։ Մենք բարդ օրերու մեջ կապրենք։ Մենք ընդհանրապես անգեղծորեն կգանքնենք Աստուծո առջև եւ նաեւ հրավիրված ենք անգեղծ հարցումներ հարցնելու։ Եվ անգեղծ հարցումներն բանը ամենակարևորը այն է, որ արդյոք մեր շուրջը ինչ բան փոխված է եւ ինչպես կրնանք մենք մեր շուրջը բոլոր երաթարցությունները, հատկապես այս դարածքային լարվածությունները, ժողովուրդներու իրարու վրա եւ իրարու նկատմամբ մոլուցկային իրենց ունեցած այդ դժվար գացությունը, ադելությունը սերմանված ամենուրեք, տշնամություն եւ այդ բոլորին մեջ մենք կտեսնենք, որ արդյոք ինչ է մեր սպասածը։ Այո, մենք ամեն մեկը սպամը կսպասենք մեր անձնական կյանքի համար, մեր ընտանեկան կյանքի համար եւ մեր ազգային կյանքի համար։ Այսօր մեր սպասումներուն մեջ նաեւ մենք կհուսանք եւ նաեւ կփորձենք, բայց շատ անգամ իրականությունը չի փոխվիր։ Եվ այդ իրականությունը չի փոխվիր, որովհետեւ մարդիկ մնայուն գերբով կփորձեն իրենց մարդկային դրամապանության, մարդկային չանքերուն եւ նաեւ հսկայական որոշումներու վրա հիմնավորել մեծ փոփոխությունները։ Այո, այսօր Հայաստանը եթե առնենք եւ Հայաստանի մեջ մենք ամեն կսալ գիտենք, որ վստահելի ապակայիմը սպասման մեջ ենք եւ նույն ժամանակ ես կուքամ Սուրիայեն։ Սուրիո գացությունը ցեզ մեզ շատերու համար մոդեն ծանոթ է։ Լիբանանի գացությունը ցեզ մեզ յուրաքանչյուրին համար անցնող ժամանակահատվածին մեջ շատ մոդեն էր ու շատրության ներս դարձավ։ Եվ ինչ էր եղածը։ Եղածը այն էր, որ մարդիկ կփորձեին մնայուն գերբով արժանապատվության ոտնագողումներ կատարել եւ նաեւ այդ բոլոր դարաձաշրջանին մեջ զավալաբաշտական մտածողությունը եւ քաղաքապարախոսությունը ընդարձակել եւ ցեվագերբել իրենց անձնական եւ ազգային պատկանելիության հետ խառնված։ Բայց արդյոք ուր հասավ գացությունը։ Գացությունը այնպիսի դեղի մեջ է,
որ այլևս մարդիկ չարակորձություններով եւ իրենց մարդկային իմաստության վրա վստահելով, չանքերով եւ ուրիշներու իրավունքները խլելով գործեն փոփոխություններ մտցնել դարածքներու մեջ, երկիրներու մեջ եւ ազգերու մեջ, բայց սիրելիներ, այս խնդիրը միայն այսօրվա խնդիրը չէ։ 2000 եւ ավելի տարի առաջ եթե յետև երթանք, պիտի տեսնենք, որ Ղուգասու ավետարանի մեջ արձանագրված 10-րդ գլուխը շատ հետաքրքիր թրվածք մեր առջև գտնե։ Դեր Հիսուս կմտնե ժողովարան սորվեցնելու համար եւ այնտեղ գին մգուկա, որ 18 տարի է, չեր գրնար ուղիղ գնալ, անիգա ուներ իր կյանքին մեջ բեռնավորություն եւ այդ իր հիվանդութենեն ազատվելու համար մի անգամ ընդմիշտ ազատագրվելու իր ներքին բրգումներեն եւ իր լարվածութենեն Դեր Հիսուս կմոտենա, չնայած շաբաթ էր օրը, եւ իր ցերկը գտնե եւ բժշկություն կբաժարե։ Ինչ պատահեցավ այդ բժշկությունը, երբ որ կատարեց։ Գտեսնենք թե մարդիկ սկսան այլևս գրոնական գոշտություն մը արդահայտել, ասելով ինչպես կլա որ շաբաթ օրը այս բժշկությունը տեղի կունենա։ Սիրելիներ, մենք գիտենք, որ մարդեր կհարցնեն, որ արդյոք ինչ բան պետք է փոխվի ընդհանրապես մեր կյանքին մեջ, որովհետեւ մենք կարենանք տեսնել Աստուծո երկարած ցերկը, Աստուծո մատը, որը ընդհանրապես գմիջամտե եւ գացությունները կփոխե։ Հիվանդությունները, ծանրությունները, բեռնավորությունը, բادرազմ եւ ընդհանրապես ժողովուրդներու եւ ազգերու մեջ բեռնավորություններ, անհանգստություն կբաճարեն։ Բայց երբ դերը գուղա եւ գմոդենա, իր ցերկը գերգարե եւ փոփոխությունը կհարաճացնե մարդուն կյանքին մեջ։ Երբ որ այս հագարակությունները դեղի կունենային, հագաճարությունները կսկսեր, ինչ որ քիչ առաջի գրոնական գոշտությունները դարդահայտվեին մարդոց մեջ, մեկ կողմեն մարդիկ կփնտրեին տեսնել Աստուծո հրաշքը, մյուս կողմեն Աստված կուքար Դեր Հիսուս Քրիստոսի միջոցով մարդու հոգին փրկությունը իրեն արժե մատնանշել եւ գզարմացնե, գիտեք, անիգա գահարցնե Աստուծո արքայությունը ինչ բանի նմանցնեմ, ինչին նմանցնեմ ես եւ փոքր բանիմը պիտի նմանցներ, թակուն բահված բանիմը եւ թանթաղ կորձող բանիմը։ Սիրելիներ, մենք ըշտաբողական ենք մեր կյանքին մեջ։ Մենք ընդհանրապես կուզենք փոփոխությունները շատ արագ տեսնել։ Եվ երիտասարդ ծերունդը այսօր իր ամեն ժամանակը գանցնե իր ցերկերու մեջ եղած հեռախոսներով այս շատ արհեստական փանագանության հետևելով եւ շատ արագ լուծումներ, արագ պատասխաններ, արագ միջոցներ, երկիրներ հանգարց հսկայական խնդիրներ, որ հավանաբար դասնյակ եւ հարյուրավոր տարիներ այդտեղ լուծումներ չհարաճացած, գուզեն այսօր զենքի միջոցով այլ դարբեր գացություններու մեջ փոփոխություններ հարաճացնել շատ արագ։ Բادرազմ եթե պետք է բادرազմ, հյուլիական եթե պետք է օգտագործել հյուլիական, ինչ որ պետք է կարևոր փոփոխությունը շատ արագ պետք է լա։ Սիրելիներ, դա Աստված մեզ կգանչե ոչ թե շատ արագ փոփոխություններու համար, հաբանիգա մեզ կգանչե թանթաղ փոփոխության համար, փոքր բաներու մասին մտածելու եւ թաքնված եւ այստեղ է ընդհանրապես Աստվածային պատկամը ինչ կփնտրենք մենք Աստուծո մեզի վստահած եկեղեցին կյանքին մեջ, ինչու մեր սպասումները երբեմն չեն համապատասխաներ Աստուծո կորձին, մենք որովհետև պետք է անգեղծ լանք տեսնելու, որ խնդիրը միայն իրականությունը տեսնել չէ, հապա խնդիրը նաև մեր սպասումներն են, մենք կսպասենք արդակին փոփոխություններու, բայց դերը կփնտրե ներքին փոփոխությունը։ Երկիրները երբեմն կփոխվին, տնտեսությունը կփոխվի, մարդիկ կփոխվին, բայց Հիսուս կսկսի ուրիշ տեղը, անիգա կսկսի մարդուն սրդեն։ Սիրելիներ, եթե մարդուն սիրտը չփոխվի, գացությունները չեն փոխվի։ Եթե մարդուն սրդին մեջ կա նենքություն, եթե մարդուն սրդին մեջ կա թշնամանք, եթե մարդուն սրդին մեջ արմատավորված է ադելություն, որքան ալ
Սահմանադրական փոփոխություններ դեղի ունենան երկրներու մեջ, որքան ալ փորձենք քարոզախոսություններ կատարել, դակավին մարդերու եւ ազգերու գացությունները պիտի չփոխվին, ուրեմն Տեր Հիսուս կսկսի ճիշտեղեն, անիգա կսկսի սրդեն, ինչպես Եզեկիել մարգարեն 36-րդ գլուխին 26-րդ համարի մեջ կսե, Աստված գուքա ասելով, ահա ես նոր սիրտ մը պիտի տնեմ քու մեջ եւ քարեղեն սիրտը դուրս պիտի բերեմ։ Քարեղեն սիրտը այսօր դիրող է մեր հարաբերություններուն մեջ։ Քարեղեն սրդի արդահայտություններն են, արդացոլացումն է, որ այսօր դարաբանք կպատճառե ազգերու եւ ժողովուրդներու։ Այսօր մարդեր մնայուն երբով գտարաբին իրենց արժանապատվությունը գողված տեսնելով, հավանաբար իրենց պետք եղած արժեքը եւ իրավունքը չստանալով եւ շատ հաճախ երբեմն որոշ շրջանակներու մեջ իրենց արդահայտվելու ազատությունը սահմանափակված տեսնելով եւ այս բոլորը ինչու համար է, որովհետեւ մարդոց մեջ դակավին կա քարեղեն սիրտ, քարեղեն մտածողություն, քարեղեն ոգի եւ ասոր մեջ Աստված կուքա ասելու ես պիտի փոխեմ, բայց ուր պիտի փոխեմ, ոչ թե գացությունները պիտի փոխեմ, հապա մարդուն սիրտը պիտի փոխեմ։ Փոխված սրտով մարդն է, որ գացությունները կփոխե։ Փոխված սրտով մարդն է, որ Աստուծո գործը կտեսնե, թե թթխմորի նման, ինչպես ամեն օր գաջի ու կմեծնա։ Շատ կողմեր կան, որ եկեղեցիներուն վրա երբեմն բարդատրանք կտնեն, թե եկեղեցին մեծ փոփոխություններ եւ կամ մեծ արտնություն չարցանակրեր։ Այս գործը Աստուծո գործն է, եւ երբ որ Աստուծո գործն է, թթխմորի նման անիգա պիտի աճի ու պիտի մեծնա։ Սիրելիներ, թթխմորը շատ փոքր բաժին մնե, 3 չափ ալյուրի մեջ կտնե գինը։ 3 չափ բավական ալյուր է, այսինքն ընտանիք մը ամբողջ կրնա գերագրել, բայց թթխմորը, երբ որ ալյուրի մեջ կտեղավորվի, կգործընծնե իր հատկությունը, կգործընծնե իր նկարակիրը, կգործընծնե իր համը, եւ գործընծնելով անիգա գտափանցե թեբի ավելի ներս, թեբի ավելի խորքը, որբեսի ամբողջ ալյուրը խմորե։ Ուրեմն մենք մեր ունեցած քրիստոնեական արժանիքներով, մեր համոզումներով, Աստուծո խոսքին հնազանդություն ցուցաբերելով, մենք ամեն օր մեր գտնված տեղերուն մեջ, աշխատանոցներուն մեջ, փողոցի մեջ, եկեղեցու մեջ, մեր ընտանիքներուն մեջ, մեզ պատկանող եւ մեզ իրենց մեջ առնող շրջանակներուն մեջ, ամեն օր քիչը փոփոխություն պետք է ցուցաբերենք։ Փոփոխություն, սիրելիներ, երբեմն գուզենք տեսնել այս փոփոխությունը շատ արագ, հանգարտ գուզենք տեսնել եկեղեցիները լեցուն, եկեղեցիները ինքնապավ, եկեղեցիները լիքը մարդկային դրամապանության հետևող ռազմավարություններով, բայց այդպես չէ։ Աստուծո խոսքը այսօր մեզի կհրավիրե, որ մենք կարենանք տեսնել, որ եկեղեցին մեջ, Աստուծո գործին մեջ փոփոխությունները, աճումը, զարգացումը համբերությունով դեղի կունենա, հանքրվանային դեղի կունենա, թթխմորը կգործե, բայց թթխմորը կգործե թանթաղ, սա կնշանակե, որ Աստուծո գործը ժամանակ կառնե, որովհետև անիգա թթխմորի նման է, եթե մենք չենք ուզեր Աստուծո գործը դեսանելի չափանիշներով թադել, այնադեն պետք է գիտնանք, որ թթխմորի նման է եւ թթխմորը չերևիր։ Եթե մենք չենք տեսներ թթխմորը, չի նշանակեր գոյություն չունի։ Եթե չենք տեսներ թթխմորը, չի նշանակեր, որ Աստուծո հոգին չի կործեր, Աստուծո հոգին կործեր շատ անգամ սիրելիներ, այն դեղերու մեջ, անվայրերու մեջ, որ մարդկային աչքը չի տեսներ, որքան լուրջ անգյուններու մեջ աղոթքներ կկատարվին այսօր արդարության համար։ Որքան լուր անգյուններու մեջ ու եկեղեցիներու մեջ աղոթքներ կկատարվին այսօր խաղաղության համար, մարդու գործված արժանապատվության վերագտնվելուն համար, սիրելիներ, թթխմորը Աստուծո իրական գործելագերբը կբացահայտե մեզի։ Անիգա խոսքով երբ որ
գուքա եւ մեզի ցույց կտա թե ինչպես հանգրվանային անիգա ամբողջ 3 չափ ալյուրը գրնա խմորել ուրեմն այդ խմորը սիրելիներ այդ մեր տրագանությունն է թող այդ լա փոքր թող այդ լա նաեւ ոչ տեսանելի թող այդ լա 2-3 հոգիներու միջև եկեղեցին այս փոքր բայց աստեցիկ ներգայությունն է ընկերության մեջ թխմորը քիչ է բայց անիկա ամբողջ ալյուրը գխմոր է այլ խոսքով փոքր հնազանդությունը աստուծո կորձին մեջ փոքր ճշմարտության բացահայտումը փոքր փոփոխությունը քու յանքին մեջ մեծ փոփոխություններու սկիզբը կարելի է համարել Աստված այսօր հսկայական փոփոխություններ չակնկալեր մեզ մե որտեղ փոփոխությունը Աստուծո կորձն է թխմորի գնամանի որ գամած կաշխատի ինքզինքը հալեցնելով իր նկարակիրը փոխելով եւ ընթելուծելով ամբողջ ալյուրին մեջ որբեսի ամբողջը խմորե այսօր աշխարհը եթե պիտի հասնի այդ ամբողջի բադգերին աստուծո սպասված թակավորության դրվածքին ամեն մեկս անոր մեջ բաժին ունենք սիրելիներ որտեվ ամեն մեկս թխմորի հանգամանք ունենք մեր վրա թխմորը ճիշտ աբեր թխմորը գամած կկործե որովհետև այս է հույսը որ աստուծմով մեզի կներկայանա այլ խոսքով ճշմարտությունը մեր յանքին մեջ սոկ դեսությունը չէ հապա մեր յանքին մեջ իրականությունն է փոփոխությունը որ մենք կրնանք չի տեսնել բայց այդ կունենա իր աստեցությունը եկեղեցի եւ անհատիկ յանքին մեջ հարցում հետեւյալն է թուն ներսիտիտ գզկաս այդ փոփոխությունը թխմորի նման փոփոխությունը որ շատ քիչ անգամ զգացած ես բայց այդ քեզ մե հերու չէ երբ դու գսկաս կնշանակե որ այսօր միջոց մնես երբ դու գսկաս որ քու մեջը փամը փոխվեցավ աստուծո խոսքին քարոզությունով եթե հոգին քու մեջը փամը ներկործեց ուրեմն դու թխմոր ես հիմա այս քու թխմորի հանգամանքը պիտի օգտագործես այլ խոսքով մենք կփնտրենք այլևս մեր համակորձակցության սկզբունքը աստուծո հետ դերը կհամակորձակցի թխմորներու հետ որովհետև իր արքայությունը թակավորությունը այդ թխմորին կներկայացնե կնմանցնե ակնկալություններ ունենք որ աշխարհը փոխվի ակնկալություն ունենք որ Հայաստանը աստուծո կով վերաթարնա ակնկալություններ ունենք որ մարդուն սիրտը չլա քարեսիրտ հաբա լա հոգին ներկործող ներշնչարանը այդ բարակային ես նելիք ունիմ իմ գտնված տեղից մեջ դու նելիք ունիս քու գտնված տեղիդ մեջ պատրաստ ես վստահելու աստուծո որ նիգա շարունակե կործել այս անգամ քու միջոցով քու թխմորին միջոցով քու գտնված տեղիդ մեջ թխմոր որ դու ես տեսներ բայց աստված կսկսի ներսեն փոխել որովհետև երբ որ սիրտը կփոխվի յանքը կփոխվի երբ որ յանքը կփոխվի համայնքը կփոխվի այլ խոսքով այսօր մեզ մե յուրաքանչյուրը հրավիրված է աստուծո ներկայության եւ անոր ցերկերուն մեջ օգտագործվելու որպես թխմոր եւ այսպես պիտի տեսնենք որ համբերությունով այս թխմորը պիտի կամած ներկործե ամբողջ ալյուրը խմորելով ալյուրին խմորվելուն ակնկալությունը թող մեզ ըշտաբողական սպասումի մեջ չբահե հաբա մենք հանդարտությունով համբերությունով աղոթքով աղաչանքով հույսը աստուծո հավատարմության վրա վստահելով մենք պիտի տեսնենք որ դերը մեզ մե յուրաքանչյուրի պիտի կործածե որպես թխմոր իր գտնված տեղին մեջ այնադեմ պիտի տեսնենք որ մարդիկ պիտի սկսին ճանչնալ դերը այնադեմ պիտի տեսնենք որ արդարությունը պիտի հաստատվի այնադեմ սիրո պատմությունը պիտի պատմվի այնադեն է որ աստուծո հոգին ներշնչումը պիտի զգացվի այնադեն է որ ազգերը պիտի փարափանեն դերը այնադեն անոր մեծությունը պիտի աստուծո ցերկերով հաստատվի այս անցավոր բայց
միշտ իրական աշխարհին մեջ։ Աշխարհը իրական է, եւ մենք պետք է իրադեսական մոտեցումով, հոգեվոր խմորումներով մտնենք այդ նյութին մեջ, մեր վրա վերցնելով թթխմորի հանգամանքը։ Աստված օրհնեց ցեզ, մեզ, ուր որ գտնվենք, եւ դերը դա որ փոքր փոփոխություններ, նաեւ արիթլան ավելի մեծ փոփոխություններու, որբեսի մենք շարունակենք անհույս մարդերու նման մեր կյանքը չաբրինք, հաբա միշտ ակնկալենք, որ պիտի կա ժամանակ, որ ամբողջ ալյուրը պիտի խմորվի թթխմորին ներկայության պատճառով։ Աստուծո օրհնությունը, շնորհքը եւ ողորմությունը պիտի ինգերակցի մեզի, մինչ այս գործը կշարունակվի եւ Աստուծո արքայությունը եւ թագավորությունը կդարածվի Հայաստանին սկսած մինչև սփյուռքի դարբեր երկրներու մեջ եւ համայն մարդկության այսօրվա կյանքին ընթացքին։ Դեր օրհնեցես։ Ամեն։